Բարև ձեզ, ուզում եմ պատմել այսօր մայիսի 10-ն է 2025 թվական, ուզում եմ պատմել երկու տեսիլ Քագան Քրիստոսի գալու մասին, երկուսի իմաստներն էլ նույնն են, տեսել եմ իրար հաջորդող օրերին, մայիս ամսին, ուղղակի պատմում եմ եւ ուզում եմ ասել, որ դրանք շատ պարզ տեսիլքներ են, հասկանալի եւ ուղղակի շատ կարճ ժամանակ է մնացել Մենք գիտենք, որ շատ կարճ ժամանակ է մնացել Հակաքրիստոսի գալուն, ես շատ ունեմ տեսիլքներ, հայտնություններ նրա գալու ժամանակների հետ կապված եւ այս տեսիլքներս ուղղակի ինձ ցույց են տալիս, որ նա արդեն պատրաստ է եւ շուտով գալիս է իշխանության, իսկ շուտով ասելով շատ կարճ ժամանակ է մնացել Իսկ եթե նա շուտով գալիս է իշխանության, մենք հասկանում ենք, որ շատ շուտով 3-8 օրերն են, հետո հափշտակությունն է, հետո արդեն նա կգա իշխանության Ուրեմն առաջին տեսիլքի ժամանակ ես ուղղակի տեսնում եմ երկրագունդը, ես տեսնում եմ սկզբում երկինքը կարմրում է, կրակներ են լցվում երկնքի մեջ եւ երկինքը լրիվ կրակների մեջ այրվում է, կարմիր կրակներ են ու ուզում եմ ասել, որ դա այն երկնային նշաններից է, որ վերաբերում է կարմիր լուսնին արյունոտ, դա վերաբերում է երկնքում տեղի ունեցող երկնային երևույթներին, պայթուներին եւ այլն կրակով լցված երևույթներին ու այդ պահին տեսնում եմ Գողգոթայի 3 խաչերը երկրի վրա եւ նրանք այնքան բարձր էին հասնում էին մինչեւ ամպերը ու տեսնում եմ որ այդ 3 խաչերը հեռանում են դեպի հորիզոն ու շատ հեռու են դառնում արդեն ու հենց այդ պահին երկրի միջից դուրս է գալիս հենց երկրագնդի հողի միջից դուրս է գալիս Հակաքրիստոսը եւ ես միաժամանակ զգում եմ եւ սատանայի ներկայությունը եւ նրա ներկայությունը Հակաքրիստոսի նա դուրս է գալիս երկրի վրա եւ նա տղամարդու տեսքով էր մարմնով էր ու կոտոշներով էր եւ նա կարմիր գույն էր նրա մաշկը եւ նրա մարմինը այնքան մեծ էր այնքան խոշոր էր այնքան ուժեղ էր եւ գնալով արագ ավելի էր մեծանում ավելի էր ուժ հավաքում ուժեղանում էր խոշորանում էր եւ նա չար վախենալի ծիծաղում էր աշխարհի վրա որ ես եկել եմ ու իմ իշխանությունն է սկսվում ու վախ էր տարածվում եւ ես հենց տեսիլքի ժամանակ վախ էի զգում իմ վրա ու հասկանում եմ որ դա այն վախն է որ զգալու է աշխարհը ու գնալով նա հզորանում էր ուժեր հավաքում մեծանում էր եւ դրան զուգահեռ այդ խաչերը արդեն շատ հեռու էին ուղակի մնացել նա չէր դադարում նրա աճը նա միևնույնն է շարունակում էր մեծանալ հզորանալ եւ նրա իշխանությունն էր տարածվում ամբողջ երկրագնդի վրա ու իմացություն էր գալիս նրա մասին որ նրա մտքերը կարծես նա ինչ է մտածում ինչպես է նա իշխելու երկրագունդը ու ինչ գոհ էր իրեն տրված այդ անսահման իշխանությունից եւ այդ հասկացությունն է ես զգում ունենում որ նրա այդ վիճակը որ ես անսահման իշխանություն ունեմ երկրագնդի վրա դա այդ տեսիլքից հետո հաջորդ օրը ես տեսնում եմ մեկ ուրիշ տեսիլք արդեն նորից Հակաքրիստոսի մասին ուզում եմ ասել որ բոլոր տեսիլքի երազներից հետո ես միևնույն է աղոթում եմ որ Տերը հաստատի Տերը բացատրի Տերը ցույց տա ինձ Սուրբ Հոգին ցույց տա եւ ինչպես նաեւ ամեն ձայնագրությունից առաջ եմ աղոթում նոր պատմում եմ Եվ հաջորդ տեսիլքը որ տեսնում եմ հաջորդ օրը ես տեսնում եմ երկինքի ընդերքը ես տեսնում եմ ստորգետնյա թագավորություն ստորգետնյա տարածք տեղ որտեղ որ Հակաքրիստոսը սատանան նաև այսինքն եւ մարմնավորված եւ հոգեվոր սատանայի ու Հակաքրիստոսի ներկայությունն է զգում շատ ուժեղ եւ ես տեսնում եմ որ նա ինչ որ ռիտուալներից, արարողակարգերից, ծիսակարգերից հետո ժողով էր եղել, ամեն ինչ պատրաստ էր, ամեն ինչ պատրաստված էր արդեն եւ եկել էր նրա ժամանակը եւ եթե ես անց տարի տեսել էի նման տեսիլք որտեղ նա կանգնած սպասում էր իր ժամին, այլի ստորգետնյա իր թագավորությունում եւ անում էր զոհաբերություններ, այս անգամ տեսա որ նա ուղակի պատրաստ էր եւ չէր սպասում նա արդեն պատրաստվում էր ուղակի դուրս գար իր այդ ստորգետնյա թագավորությունից նրա շուրջը հավաքված էին իր ծառաները եւ օգնականները սատանայի ամենահզոր էությունները մարմնավորված եւ շատ նրանց այդ տրամադրվածությունը եւ պատրաստ լինելը եւ այդ ուժը նրանց տրված շատ վախեցնող էր եւ տեսիլքի ժամանակ ես զգում էի այն ուժը այն ճնշումը որ գալու էր երկրագնդի վրա նրա կողմից
Նրանք պատրաստվում էին դուրս գալ, այսինքն մյուս տեսիլքի պես նրանք չէին սպասում իրենց ժամը եկել էր արդեն։ Եվ նա ուղղակի դուրս էր գալիս, դա էլի տղամարդ էր, մարմնավորված, նրա գլխին կային կոտոշներ, բայց այդ կոտոշները ի տարբերություն մյուս տեսիլքի, նախորդ որ պատմեցի, նրա մեջ սատանայի կոտոշներ էր այդ մարդու գլխին, այդ Հակաքրիստոսի գլխին, որ հողի մեջից էր դուրս գալիս, իսկ սրա գլխին կոտոշներ էին, որոնք կարծես մարդկային ձեռքերով սարքած լինեին եւ ցույց էին տալիս իր հզորությունը, իր կարծես թագի պես լինեին դրանք, ինչ որ մի նշանակություն ունենային, եւ նա իր այդ ողջ բանակի հետ պատրաստվում էր դուրս գալ աշխարհի երես։ Ուզում եմ ասել, որ շատ կարճ է մնացել, իհարկե, մենք արդեն հափշտակության շեմին ենք, դրանք չափազանցված խոսքեր չեն, յուրաքանչյուր մարդ, որ ինձ լսում է, ուղղակի աղոթեք, Աստծուն հարցրեք եւ նա կհաստատի ձեր մեջ, որպեսզի դուք էլ պատրաստ լինեք եւ հափշտակությունից հետո չմնաք երկրի վրա։ Իսկ պատրաստ լինել ինչպես կարող է մարդ պատրաստ լինել։ Պատրաստ են լինում այն մարդիկ, ովքեր ամբողջովին պատկանում են Հիսուսին, ովքեր ապաշխարել են, ովքեր ընդունել են Սուրբ Երրորդությանը, ովքեր իրենց կյանքը հանձնել են Տիրոջ ամենաբարի եւ ամենազոր կամքին եւ ճշմարիտ կերպով քայլում են Տիրոջ հետևից եւ ամբողջ սրտով սիրում են Տիրոջը, հավատարիմ են, նվիրված են եւ Տերը նրանց մաքրել է, սրբել է, պատրաստել է։ Մեր ողորմած Տերը մեզ անարժաններից արժանացրել է փրկության։ Քայլեք Տիրոջ հետևից Հիսուս Քրիստոսի, Հիսուս Քրիստոսն է փրկությունը, Հիսուս Քրիստոսն է կյանքը, Հիսուս Քրիստոսն է մեր Աստվածը եւ մեր Փրկիչը։